Անսպասելի այնպես բանը կատարվել, որ ոչ մեկս չի կարող հավատալ։ Մարմարիկում խոսում են, քննարկում ու այդպես էլ ոչ մի ելք ու պատասխան չեն գտնում։ Ինչ առեղծված է, ինչպես կարող էր այս նեղ ու կիսադատարկ փողոցից մի քանի րոպեում անհետանալ 2-ամյա Տիգրանը։ Տղայի տանը լուրի են սպասում ամեն վայրկյան։ Իմ մոտ է սպասողական վիճակը։ Րոպե ինչ-որ մի բանի սպասում եմ։ Ոչ մի բան չեմ կարող ասել։ Ելումուտը չի դադարում տանն ու բակում, ասում են էլ տարբերակ չկա, որ չեն քննարկել, ամեն ինչ մտածել են, բոլոր ուղություններով գնացել, ոչինչ չի մատնում տղայի հետքը։ Շիշ կռել ենք, մենք էլ չգիտենք, Աստված պատմություն կա, որ ասում է էլ Բեթարից ազատ է, ինչ չենք տեսել, էլ տեսանք։ Հիմի վարկածներ կան, մեկն ասում է գետնանք է, մեկն ասում է կողացել են, գյուղը ոնց որ սքի մեջ է, աղոթում են, փոքր երեխեքներ աղոթում են։ Փոքր երեխեք աղոթում են, մոմ են վառում։ Գյուղացիներն աղոթում են, փրկարարներն ու ոստիկանները օր ու գիշեր աշխատում։ Գետի ու տան հեռավորությունը մի քանի մետր է, Տիգրանին փնտրում են գետում, գետից դուրս ջրամբարում, գյուղի բոլոր տներում, նույնիսկ հարևան գյուղերում։ Այս պահի դրությամբ մոտ 300 ծառայող է աշխատում փրկարար ծառայությունից, մոտ 100 ծառայող, շուրջ 100 ծառայող ոստիկանությունից, մի շարք անձինք կան, որոնց հետ տարվել են զրույցներ, տեղափոխվել են ոստիկանական ստորաբաժանումներ, մեքենաներ կան, որոնք տարվել են ստորաբաժանումներ, վարորդների հետ նույնպես զրույցներ են տարվել, այսպես կարող եմ ասել, այդ պահին փողոցում եղած գրեթե բոլոր անձինք եւ բոլոր մեքենաները ստուգվել են։ Այս պայդրությամբ հիմնական վարկածը մնում է գետը, որ երեխան գետն է ընկել։ Վերջին 10 օրում ստուգել են հավանական դեպքի վայրից մինչև աղբյուրակի ջրամբար գրեթե 15 կիլոմետր երկարությունն ամբողջությամբ եւ ոչ մեկ անգամ, ասում են փրկարարները։ Մեր նկարահանման պահին ասացին, որևէ իր առարկա չեն գտել, որը կարող էր կապված լինել Տիգրանի հետ։ Ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու համար եւ դրոններ են կիրառել եւ ջրի հատակն են նկարել, ոչ մի հետք չունենք ներկա պահին։ Որոշ հատվածներում մենք ցանցեր ենք տեղադրել, որպիսի որևէ իր կամ թեկուզ եթե մենք մտածում ենք, որ երեխան կարող է գտնվել գետում, ինքը որպես խոչընդոտ հանդիսանա եւ կարողանանք գտնել։ Տիգրանն իրենց փողոցում հաճախ էր խաղում, ինչպես գյուղում բոլոր երեխաները, բայց նույնիսկ խաղի պահին տղային երբեք մենակ չեն թողել, միշտ իրենց տեսադաշտում է եղել, մի ակնթարթը մեծ պատմություն դարձավ։ Ակնթարթ մենք գործ ենք անում, ուշադրություններս շեղել ենք եւ չենք տեսել։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։